Գյումրեցին այս ազգին չեմպիոն տվողներ է։ Գյումրեցին այս ազգին արվեստագետ տվողներ է։ Գյումրեցին այս ազգին ակադեմիկոս տվողներ է։ Գյումրեցին այս ազգին պատիվ, նամուս ու թասիբ տվողներ է։ Գյումրեցին մոլորակին Յուրի Վարդանյան է տվել։ Գյումրեցին մոլորակին Արտուր Ալեքսանյան է տվել։ Գյումրեցին մոլորակին Մհեր Մկրտչյան է տվել։ Խաչատուր Ավետիսյան է տվել։ Գյումրեցին այն մարդն է, որ եթե դու ուզում ես իմանաս քո պետությունը, քո երկիրը, քո ժողովուրդը իր կյանքի տվյալ շրջափուլում ինչ հոգեբանական վիճակի մեջ է գտնվում, ինչ սոցիալական վիճակի մեջ է գտնվում, դու անպայման պիտի գաս Գյումրի, պիտի գաս Գյումրի եւ 5 օր ապրես Գյումրիում։ Գյումրեցուն տեսնելով միանգամից կհասկանաս ամբողջ Հայաստանի վիճակը։ Ու դրա համար շատ կարևոր է, որ առաջինը մենք մեջներս ուղենք։ Մեր ձեռքով սկսենք մեր հարցերը լուծել, մեր խնդիրները լուծել, ամբողջ Հայաստանին տալ զարգացման նոր իմպուլս, ու այդ իմպուլսը պիտի գնա Գյումրիից, ես վստահ եմ, որ գնալու է Գյումրիից, ու հաջողելու է հենց Գյումրիից։ Անընդհատ խոսում են ընտրությունների մասին, անընդհատ խոսում են սա նրան է ձեն տալու, սա նրան է ձեն տալու, սա նրան է ձեն տալու։ Ժողովուրդ ձեր կյանքին մեռնեն, այսքան մարդ է այսօր եկեստեղ, դուք մեզ ձեն տվեք, դուք եկեք մեզ միացեք, սրանց գցելու համար դուք եկեք մեզ միացեք, որովհետև մենք գնալու ենք մինչև հաղթանակ։ Ու պնդում եմ, մեր բոլոր հնարավորությունները օգտագործելու ենք, որպեսզի իշխող ուժը կառավարման օղակ չկարողանա ձևակերպել Գյումրիում։ Ամեն ինչ անելու ենք, գնում ենք մինչև հաղթանակ ու հաղթելու ենք բոլորովս, ես վստահ եմ դրանում։ Ես մի բան եմ ուզում ասել։ Իմ հետ կապված ու արդեն անցնեմ իմ թիմին ու գնանք դեպի արդեն ամփոփում շատ կարևոր բան ունեմ ասելու։ Իմ Սրբազանը, իմ Միքայել Աջապարյանը, մեր թեմի առաջնորդը, ես իրա ցավը տանեմ, ծափահարություններ իրան։ Իմ համար շատ հարազատ մարդ է, մենք հարազատներ ենք։ Ես չգիտեմ, երևի նեղացրել եմ իմ Սրբազանին, հիմա բոլորի մոտ ներողություն եմ խնդրում, եթե նեղացրել եմ, անկեղծ չգիտեմ, բայց եթե նեղացրել եմ Սրբազան ջան, ներող եղեք, ես քեզ շատ սիրում եմ, շատ հարգում եմ, քո ձևակերպումները իմ վերաբերյալ, նու նվազագույնը արտար չէին, գուցե մի քիչ ջղայնացած էր, բայց ես քո հոտի հավատավոր զավակն եմ, դու իմ Սրբազանն ես, ես քեզ հարգում եմ, սիրում եմ, մոտակա օրերը անպայման գալու եմ քո մոտ ու իմ վերջի 7 տարվա արած աշխատանքը ընդդիմության մեջ, ընդդիմության համար, իմ պետության համար, իմ ազգի, իմ քաղաքի համար, կարծում եմ կասկածի տեղիք չի տալիս։ Մենք ուզում ենք տեսնել Գյումրին հայկական։